2017 թվականի ԱԺ ընտրությունների հաջորդ օրը գրել էի, որ դա մեկ տարվա խորհրդարան է, այս խորհրդարանն էլ է մեկ տարվա։ Այսօրվանից պետք է պատրաստվել հաջորդ արտահերթ ընտրություններին։ Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանելյանը։ Արտահերթ ընտրությունների վերաբերյալ իր համոզման հիմքերի շուրջ Պանորամայ-ը զրուցել է քաղաքագետի հետ։ Նշենք, որ նա նաև Մայր Հայաստան կուսակցության ներկայացուցիչ է, խորհրդարանական ընտրություններին ընդգրկված էր ԲՀԿ ընտրական ցուցակում։ Առաջինը մեկ տարին պայմանական է, կարող է 8 ամիս է, կարող է 1.5 տարի է, այստեղ խնդիրը գաղափարն է, ինչը հիմք տալի մի քաներ։ Առաջինը կա հանրային անվստահություն այս ընտրությունների նկատմամբ, իսկ դա համատարած է, որտեղ գործողից խումբը, որ իշխանության է եկել եւ իրենց պարագլուխը միշտ ասում էր, որ իրեն ընտրել է ժողովուրդը, ինքը ժողովրդի տեսակետն է արտահայտում, ինչը իրականությանը որոշակի համապատասխանում էր, որտեղ որևէ կասկած չկար, անկախ որոշակի ինչ-որ կեղծիքներից, որ 21 թվականին ինքը ընտրվել է եւ նաեւ 18 թվականին է ընտրվել, ասել, որ իր ձայները ստացել է հանրությունից, այսինքն ինքը հանրությունը արդեն չի ներկայացնում եւ դրա ամենագագաթն այդ անօրինականությունների երեկվա որոշումներ, երբ որ մի 3 տեղամասի ընտրությունները դեր ընտրությունների որոշում չի ընդունվում եւ խորհրդարանի կառուցվածքը փոխվում է եւ նրանք այսինքն սա առաջինն է, երկրորդը միջազգային աշխարհաքաղաքական փոփոխություններն են, եթե Իրանը Միացյալ Նահանգները արդեն գնում են գործարքի, Իրանի դերը տարածաշրջանում շատ կտրուկ կերպով մեծանում է, եւ երկրորդը, եթե Ռուսաստան-Ուկրաինա կես տարում ինչ-որ սառեցում լինի, այսինքն աշխարհաքաղաքական փոփոխություններ են տեղ ունենալու նաեւ հարավային Կովկասում, իսկ գործող իշխանության ամբողջ ռեսուրսը արտաքին աշխարհից է, ինքը արտաքին հովանավորներ ունի, այսինքն նաեւ այդ աշխարհաքաղաքական փոփոխությունները ազդեցություն